Բարև, հարգելի լսարան։ Խորհենք միասին հաղորդաշարի 4-րդ թողարկումն է եթերում։ Ես Անժելան եմ։ Այսօր խորհում ենք միասին տիեզերական մի իրադարձության մասին, որն իր 7-ամյա ցիկլերով մշտապես գրավում է մարդկության ուշադրությունը իր կայծակնային հայտնությամբ և 7-ամյա փորձությունների տեղատվությամբ, որոնք երբեմն ընդհատվում են մակընթացություններով։ Ուրանի խարսխով դեպի Արագաստ, ուր մտքի փոփոխությունները մոտեցնում են նոր հանգրվանի։ Այս բազմագույն ու բազմաձև աշխարհում մենք միշտ ուզում ենք հասկանալ այն իրականության ըմբռնումը, որում ապրում ենք և ստեղծագործում։ Ինչպես հին գրություններում է ասված, չափելով, ձևելով, կշռելով ու բացատրելով։ Բայց երբևէ մտածել ենք, դա գիտակցված ընտրություն է, թե մեզնից շատ առաջ, վաղեմի ժամանակներում ծագացին մեխանիզմ է փոխանցված մեր բնազդներին, որ հիմա ծառայում է մեզ որպես ներկայի գիտակցության տարր։ Իբրև ներկա գիտակցության որոշյալ, դրանք տիեզերական համակարգի մաս կազմող 1-ից 9 մոլորակների թրթիռներն են, որոնց արձակած էներգիան միասին վերցրած ու նաև առանձին փոխում են մեր ներուժային հոսքը, այն միացնելով տիեզերական մեծ տեղաշարժերին։ Դրանց համախմբման, միացման պահին անջատվում է բարձր հաճախականության հզոր նոր էներգիա, որից լիցքավորվելով մենք ստանում ենք նոր հմտությունները։ Ըստ հին գրությունների օրհնություններ։ Վերջիններս մեզ հնարավորություն են տալիս հասկանալու, գիտակցելու անտեսանելիի և տեսանելիի կապը, որի ստրոհվում զտվում է ժամանակակից ալքիմիական դարաշրջանի միտքը։ Սա ժամանակակից ալքիմիայի լավագույն օրինակ է։ Այդպիսի պարփակված բնորոշ օրինակներ են նաև բոլորիս հայտնի 1-ից 9 մոլորակները։ Առաջին մոլորակ՝ Արեգակ։ Այն խորհրդանշում է մարդու ինքնությունը, կամքը, առաջնորդի հատկանիշները։ Արեգակի ազդեցությամբ ակնառու է դառնում ինքնարտահայտումը, առաջնորդելու ցանկությունը։ Երկրորդ մոլորակ՝ Լուսին։ Լուսնի ազդեցությամբ մարդու մոտ ուժեղանում են զգացողությունները։ Այս փուլում մարդու մոտ ակտիվանում են կապվածությունները, հիշողությունները ու ներքին անվտանգության զգացողությունը։ Երրորդ մոլորակ՝ Մերկուրի։ Քանի որ Մերկուրին խորհրդանշում է հաղորդակցությունը, մտածողությունը և տեղեկատվության շարժը, ապա այն ազդում է կապեր հաստատելու, դրանք վերլուծելու ուղղությամբ։ Չորրորդ մոլորակ՝ Վեներա։ Վեներան ազդում է մարդու ընտրության և արժեքների վրա՝ սեր, աշխատանք, հոբիներ։ Հինգերորդ մոլորակ՝ Մարս։ Մարսն ազդում է մարդու գործողությունների վրա՝ պայքար, որոշում և դրանց իրականացում։ Վեցերորդ մոլորակ՝ Յուպիտեր։ Յուպիտերի ազդեցությամբ մարդը հնարավորություն է ստանում ընդլայնել իր տեսանելի և անտեսանելի գիտելիքը, զարգացնել փորձը, ամրապնդել հավատը։ 7-րդ մոլորակ՝ Սատուրն։ Սատուրնը ազդում է մարդու պատասխանատվության և կարգապահության վրա։ 8-րդ մոլորակ՝ Ուրան։ Ուրանը վերափոխում է մարդու ողջ համակարգը, սկսվում է վերափոխման մի գործընթաց, որ այլևս հին համակարգը չի գործում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում հանկարծակի։ Դա տեղի է ունենում, երբ սովորական կառուցվածքները արագ վերափոխվում են, այլևս չեն գործում հին ձևով, բացելով գիտակցության նոր տարածք։ Եվ վերջին 9-րդ մոլորակը՝ Նեպտուն։ Նեպտունը խորհրդանշում է սահմանները։ Այն, ինչ նախկինում համարվում էր անհասկանալի, տիեզերական տատանումները, քվանտային թռիչքը, ժամանակակից ալքիմիան, ներկայի գիտակցությունը, դրանք բոլորը դառնում են մեր ապրելակերպը։ Այլևս ջնջվում է իրականության և առեղծվածի սահմանը։ Հարգելի լսարան, ինչպես ողջ աշխարհին, այնպես էլ մեզ շուտով մոտենում է տիեզերական մի մեծ իրադարձություն, որը հատելով մեր մեջ ձևավորված արժեքները, մեր առջև բացում է նոր իրականություն, նոր որակի ապրելակերպ, նոր կենսապայմաններով։ Ահա այդ նոր իրականությունը։
2026 թվականի ապրիլի 26-ից 2033 թվականի մայիս ամիսը մենք գտնվելու ենք Ուրանի ազդեցության գոտում երկվորյակ համաստեղությունում։ Թեև այս վերափոխումը, տրանսֆորմացիան ամեն մեկս յուրով ենք զգալու, սակայն այն բնորոշ օրինակով պայմանականորեն ցույց տանք աստղաբանության կողմից ընդունված 12 համաստեղությունների նշանների տներով։ Ուրանը վերափոխելով մեր ապրելակերպի նախկին կառուցվածքը, մեզ արթնացնում է նոր գիտակցությամբ, նոր կենսապայմաններում։ Ուրանը 7 տարի առաջ ցույլ համաստեղությունում էր, եւ այդ ցիկլը կազմեց մինչև այժմ, որից շուտով դուրս է գալիս եւ մտնում է երկվորյակ համաստեղություն դարձյալ 7 տարով։ Երբ Ուրանը մուտք է գործում որևէ համաստեղություն, նա սկսում է վերակարգավորել այդ տան էներգետիկան իր բարձր հաճախականության շնորհիվ։ Նախորդ 7 տարիներում Ուրանը գտնվում էր ցույլ համաստեղությունում, որը պատասխանատու էր նյութական արժեքների համար։ Ցույլը մեր երկրային կայունության խորհրդանիշն է եւ այն ամենը, ինչին կառչած ենք բնազդներով։ Անցած 7 տարիների ընթացքում Ուրանը սասանեց աշխարհը երկրաշարժերով, ցունամիներով, մեծածավալ տարածքային հրդեհներով, ջրհեղեղներով, կովիդով, բնական ռեսուրսներին ու մարդու առողջությանը հասցրած այլ վնասներով։ Այս ընթացքում, ինչ մենք տարիներ շարունակ պահել էինք որպես նյութական ռեսուրս, որպես պաշար, այդ ամենը սասանվեցին մեր աչքերի առաջ Ուրանի ազդեցության հետևանքով։ Ուրանի տիեզերական հաճախականությունը եկավ ու սրբեց մեր անգիտակցական վախերը, հին սովորույթները, նյութական կախվածությունները, աշխատանքը կորցնելու տագնապը կովիդի շրջանում։ Այդ ընթացքում շատերը անցան հեռավար աշխատանքի, որոշները կորցրին աշխատանքը, մյուսները առողջությունը։ Այս հանկարծակի կայծակնային հաճախականությամբ Ուրանը մեզ սովորեցրեց, որ կայունությունը գլխավորապես ոչ թե վաստակած նյութական արժեքներով է որոշվում, այլ ներքին հոգևոր հավասարակշռությամբ։ Առաջիկա 7 տարիներին 2026 թվականի ապրիլի 26-ից մինչև 2033 թվականի մայիսը Ուրանը երկվորյակների համաստեղությունում է գտնվելու։ Այժմ եւ ետ Ուրանի հաճախականությունը երկվորյակների տիրույթում է, որը պատասխանատու է մտքի, հաղորդակցության, տեղեկատվական հոսքերի համար։ Այս ընթացքում Ուրանը մեզ միացնում է թվային եւ տիեզերական բարձր հաճախականություններին։ Մենք սկսում ենք շատ արագ յուրացնել այնպիսի գիտելիքներ, որոնք նախկինում անհնար էին թվում մեզ։ Անկախ տարիքից մենք դառնում ենք ընկալունակ տիեզերական ամենաբարձր հաճախականությունների թրթիռներին եւ հասու թվային տիրույթում մեզ տրված առաջադրանքներին։ Ուրանը առաջիկա 7 տարիներին հնարավորություն է տալիս արագ ընկալել նորը եւ այն դարձնել ապրելակերպ։ Երբ Ուրանը ցույլից անցնում է երկվորյակներ, մեր կյանքը լցվում է տիեզերական ամենակենսատու նոր թրթիռներով։ Մեզ մշտապես պահում է ներկայի գիտակցության տիրույթում։ Հաղթահարելով նախորդ 7 տարիների նյութական արժեքների կորուստը, մենք հաջորդ 7 տարիներին մասնակցի եւ ոչ թե դիտորդի կարգավիճակով կյուրացնենք մեր բուն առաքելության դասերը։ Ո՞վ ենք մենք։ Երբ անցած 7 տարիներին տիեզերական տատանումները Ուրանի անկանխատեսելի կայծակներով հարվածում էին մեր ապահովության պատերին, շատերիս մոտ եղավ արժեքների վերագնահատում։ Այն ամենը, ինչ մենք վախով կամ սովորությունով էինք պահում, աստիճանաբար վերափոխվեց։ Ուրանը մեզ սովորեցրեց հասկանալ, որ իրական հարստությունը ներսում է, ոչ թե արտաքին գրավչություններում կամ իրերի մեջ։ Մենք միասին աշխարհի հետ անցանք ահռելի զտման փուլ։ Դա ցույլում Ուրանի ժամանակաշրջանն էր։
Այժմ անցնենք երկվորյակներում Ուրանի ազդեցություններին։ Այս ժամանակաշրջանում մենք ստանում ենք թևեր դուրս գալու հին մտածողության սահմաններից։ Այս փուլում փոփոխություններն ընկալվում են հնարավորություն և ոչ թե կորուստ։ Մենք արագ ընդգրկվում ենք նոր աշխարհակարգի կառուցման կարևորագույն գործընթացներում, որպես քվանտային իրականության բաղադրիչ։ Ուրանի յուրաքանչյուր տեղափոխության հետ հաջորդ փուլ մենք մեզ հետ անում ենք նախորդ փորձը։ Ցուլի տնից դուրս եկանք ավելի թեթև, այնտեղ թողնելով մեր անգիտակցական կարճացությունները։ Երկվորյակների տանը մենք այդ թեթևությունը օգտագործում ենք, նվաճելով մեզ անհայտ բազում նոր գիտելիքներ ու մասնագիտություններ։ Ահա այս քվանտային թռիչքով մենք փոխում ենք մեր տատանումների որակը, ստեղծելով մեզ համար նոր կենսապայմաններ։ Այժմ դիտարկենք Ուրանի 7-ամյա ցիկլերը ցուլում և երկվորյակներում եղած ժամանակաշրջաններում ըստ համաստեղությունների տների։ Եկեք հիմա միասին խորհենք 12 համաստեղությունների տներում Ուրանի բերած փոփոխություններին, կոնֆլիկտի դիրքերից, ինչ եղավ այն ժամանակ, երբ Ուրանը ցուլում էր, ինչ կլինի այժմ, երբ Ուրանը երկվորյակներում է։ Սա դիտարկենք էկզիստենցիալ գոյաբանական հարթությունում, ինչը տրանսֆորմացվեց, ինչը բյուրեղացավ։ Խոյ, երկրորդ տուն, նյութի կախվածությունից դեպի մտքի ինքնաբավություն։ Ինչը աղճատվեց, երբ Ուրանը ցուլում էր։ Նյութական հնարանների կեղծ կայունությունը, Ուրանը ցուլում քանդեց խոյի ապահովության բնազդը։ Ուրանը երկվորյակներում, անցում երրորդ տուն։ Հիմա խոյերի ռեսուրսները արագ իրացնելն ու տիեզերական հաճախականությունների միջոցով փողի էներգիան գրավելն է։ Քվանտային թռիչքը խոյերի դեպքում կայանում է նրանում, որ սկսում եք արժեք ստեղծել տիեզերական հաճախականությունների մաս կազմելով։ Ցուլ, առաջին տուն, երբ Ուրանը ցուլում էր։ Կաղապարված եսից դեպի բազմաչափ անհատ։ Ինչ աղճատվեց այդ ընթացքում, անցած 7 տարիներին։ Ձեր դանդաղընթաց հին կերպարը, այս կայծակնային մոլորակը չի հանդուրժում դանդաղկոտությունը։ Ուրանը երկվորյակներում, ցուլի երկրորդ տուն։ Դուք սովորում եք չնույնականանալ գույքի կամ ձեր մարմնի հետ։ Ձեր կեցությունը դառնում է բարձր գիտակցություն։ Այն դառնում է գաղափարական սեփականություն։ Երկվորյակներ, երբ Ուրանը ցուլում էր, 12-րդ տուն, մեկուսացումից դեպի բացարձակ հայտնություն, ինչ աղճատվեց այդ ընթացքում երկվորյակների կյանքում։ Ներքին մեկուսացումը և թաքնված վախերը, 7 տարի դուք լռության մեջ էիք, որը ձեզ էր միայն հայտնի։ Ուրանը երկվորյակներում, երկվորյակների առաջին տուն։ Ուրանը պայթեցնում է ձեր ներքին եսը։ Սա լոկ փոփոխություն չէ, սա ինքնաճանաչման հեղափոխություն է։ Դուք դառնում եք տիեզերական ալեհավաք։ Խեցգետին, երբ Ուրանը ցուլում է, խեցգետիների 11-րդ տուն, սովորական շրջապատից դեպի էգրեգորի ընկալում, ինչ աղճատվեց, հին սոցիալական կապերը, որոնք հիմնված էին հույզերի և ոչ թե գիտակցության վրա։ Ուրանը երկվորյակներում, խեցգետնի 12-րդ տուն, մուտք տիեզերական անհայտության տիրույթներ։ Դուք սկսում եք լսել այն ամենը, ինչը մյուսներին անհասանելի է։ Թվային աշխարհը ձեր համար դառնում է մտակենտրոնացման գործիք։ Առյուծ, երբ
Ուրանը ցուլում է առյուծի 10-րդ տուն։ Փառքի պատրանքից դեպի իրական ազդեցություն։ Ինչ աղճատվեց այդ տարիներին։ Կարգավիճակի եւ հիերարխիայի հանդեպ հին հարգանքը։ Ուրանը երկվորյակներում։ Առյուծի 11-րդ տուն։ Դուք սկսում եք կառավարել տեղեկատվական հոսքերը, դառնում եք դրանց մատակարարը։ Թվային հարթակում կազմակերպում եք դրանց բովանդակության իմաստային տեսակավորումը։ Կույս։ Երբ ուրանը ցուլում է 9-րդ տուն։ Կարծր գիտելիքից դեպի ուղղահայաց իմաստություն։ Ինչ աղճատվեց այդ տարիներին։ Դոգմատիկ մտածելաձևը, ճիշտ ու սխալի մասին հնացած պատկերացումները։ Երբ ուրանը երկվորյակներում է, կույսի 10-րդ տուն։ Ձեր նոր կարիերան այլևս հնի կրկնությունը չէ։ Նոր գործիքներով եք խաղի մեջ մտնում։ Հանրությանը ներկայանում եք որպես նորարար։ Կշերք։ Երբ ուրանը ցուլում է 8-րդ տուն։ Ճգնաժամից դեպի վերածնունդ, դեպի իմաստնության թռիչք։ Ինչ աղճատվեց այդ տարիներին։ Դուք անցաք էներգետիկ ու սոցիալական հարաբերությունների վերափոխման միջով։ Ուրանը քանդեց ձեր վախերը ուրիշների ուժի հանդեպ։ Ուրանը երկվորյակներում, գշերքների 9-րդ տուն։ Քվանտային թռիչքով դուք նվաճում եք մասնագիտական ու կարիերային նոր բարձունքներ, բարելավում ձեր կենսապայմանները։ Գիտակցության նոր թռիչքով դուք տեսնում եք աշխարհի կառուցվածքն ըստ էության, առանց շղարշի, տիեզերական հաճախականության ցանկացած բարձունքից։ Կարիճ։ Երբ ուրանը ցուլում է 7-րդ տուն։ Կախյալ հարաբերություններից դեպի ազատ դաշինք։ Ինչ աղճատվեց։ Դուք ազատվեցիք կախյալություններից, մարդկանցից, ովքեր խլում էին ձեր էներգիան։ Ուրանը զտեց ձեր հարաբերությունները։ Ուրանը երկվորյակներում 8-րդ տուն կարիճների համար։ Դուք սովորում եք տիրապետել կոլեկտիվ էներգիային։ Սա միստիկական վերափոխում է, որտեղ դուք կառավարում եք ոչ թե մարդկանց, այլ նրանց միջև եղած քվանտային կապերը։ Աղեղնավոր 6-րդ տուն։ Պարտականությունից դեպի ծառայության թեթևություն։ Ինչ աղճատվեց անցած տարիներին։ Առօրյա հոգսերի և մարմնական տկարությունների հանդեպ ծանրությունը։ Երբ ուրանը երկվորյակներում է, աղեղնավորի 7-րդ տուն։ Աշխարհը ձեզ համար դառնում է բաց երկխոսությունների հարթակ։ Ձեր հարաբերությունները հիմնվում են ոչ թե պարտքի, այլ հոգևոր և ինտելեկտուալ փոխադարձի հացմունքի ու հարգանքի վրա։ Այծեղջյուր։ Երբ ուրանը ցուլում է 5-րդ տուն։ Ստեղծագործականությունից դեպի աշխատանք։ Ինչ աղճատվեց անցած տարիներին։ Դուք սովորեցիք լինել ինքնատիպ, թեև դա շատ դժվար էր։ Ուրանը փոխեց ժամանակի հանդեպ ձեր վերաբերմունքը։ Սկսեցիք օրվա մեծ մասը լցնել աշխատանքով։ Երբ ուրանը երկվորյակներում է, այծեղջյուրի 6-րդ տուն։ Ձեր կյանքը փոխվում է տիեզերական հաճախականությունների և ժամանակակից նոր գործիքների շնորհիվ։ Թվային հարթակները դառնում են ստեղծագործական աշխատանքի ցուցադրության վայր։ Ջրհոս։ Երբ ուրանը ցուլում է, ջրհոսի 4-րդ տուն։ Արմատների կանչից դեպի տիեզերական տուն։ Ինչ աղճատվեց։ Ընտանեկան կարծրատիպերը, որ գտնեիք իրական հիմքերը, դուք փնտրում էիք դա։ Ուրանը երկվորյակներում, ջրհոսների 5-րդ տուն։ Սա ձեր ժամանակն է, ձեր գաղափարները պայթում են լույսի պես։ Դուք ստեղծում եք նոր իրականություն, որտեղ թևածում է ձեր ազատությունը։ Ձկներ։
Երբ Ուրանը ցուլում է ձկների երրորդ տուն, տեղեկատվական աղմուկից դեպի ներքին կայունություն, ինչ աղճատվեց անցած 7 տարում ձկների կյանքում։ Դուք լսում էիք աշխարհի աղմուկը, փորձում էիք հասկանալ շատ բաներ։ Ձեր միտքը զտվում էր ավելորդ շփումներից։ Ուրանը երկվորյակներում, ձկների 4-րդ տուն։ Ձեր ներքին հանգստությունը հիմա հիմնված է գիտակցված լռության վրա։ Դուք գտնում եք ձեր ներքին տունը գիտելիքի և իմաստնության մեջ։ Ելնելով մեր այսօրվա վերից վար խորհումից, Ուրանի ազդեցության կայծակնային դրսևորումը, որպես տիեզերական երևույթներից բխող հաճախականության ալիքների պոռթկում, որը ցուլում ձևավորվում էր, փոխում էր նյութական շերտերն ու դարձնում այն ոչ թե կյանքի գլխավոր պայման, այլ վերափոխելի գործառույթ էվոլյուցիայի պրոցեսում, մենք հասկացանք, որ իդեմս Ուրանի տիեզերական տեղաշարժերը պատահական երևույթներ չեն, այլ արարչագործության ճշգրիտ մեխանիզմի մի մասը։ Որպես օրինակ տվյալ դեպքում Ուրանի 7-ամյա տեղաշարժերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս զտելու մեր կեցության որոշակի շերտերը։ Նախորդ 7-ամյակում ցուլում Ուրանի տիեզերական թրթիռները մեզնից պահանջեցին հրաժարվել մեր բնազդային կառչացություններից, նյութական աշխարհից։ Այժմ, երբ Ուրանը երկվորյակներում է, մենք գործ ունենք քվանտային թռիչքի հետ։ Սա այլևս նյութի հանդեպ դիմադրության շրջան չէ։ Մենք գործ ունենք մտքի տեղեկատվական հոսքի արագ թռիչքի հետ։ Թվային հաճախականությունները դառնում են այն միջավայրը, որտեղ մեր գիտակցությունը պետք է գործի առանց հապաղելու։ Ճանաչելով 1-ից 9 մոլորակների հաճախականությունների ազդեցությունը համաստեղությունների նշանների տների վրա, դադարում ենք լինել տիեզերական իրադարձությունների պասիվ կրողը և ստանձնում ենք ակտիվ մասնակցի դերը։ Մեր խնդիրն է լինել սթափ, պահպանել գիտակցության թափանցիկությունը և թույլ տալ, որ տիեզերական տատանումները ընդգրկվեն մեր կեցության մեջ ու դառնան նրա կարևոր բաղադրիչը, նրա բնականոն ընթացքի ուղեկիցը։ Այնտեղ, որտեղ կա գիտակցվածություն, այդտեղ բացակայում են վախերը։ Կա միայն անսահման ճանապարհ դեպի կատարելություն, չափված, ձևված ու կշռված տիեզերքի հավերժական օրենքներով։ Հարգելի լսարան, թեև հաղորդումը մոտենում է իր ավարտին, բայց մեր սրտերը իրենց թրթիռների հաճախականությամբ ավելի մեծ քվանտային տարածքներ են գրավում ու ամենաբարձր հաճախականություններից նոր էներգիաներ զտում և աշխարհը մաքրում խարամներից։ Ամենամոտ ժամանակներում սպասեք շատ հետաքրքիր թեմաների ու փորձեք բաժանորդագրվել «Խորհենք միասին» հաղորդաշարին, որ բաց չթողնեք հաճելին ու օգտակարը միասին։ Ձեր հետ Անժելան էր։